Այն գործիքները կամ այն հնարքները, որ զեղծարարները իրականացնում են, իրանք գնալով ավելի դառնում են բարդ, ու այդ տեսանկյունից մարդկանց կոմունիկացնելը դառնում է մեր համար բարդ։ Զեղծարարության թվերի էական նվազում կա այն վերջին փոփոխություններից հետո, որոնք բանկերը արել են իրանց այդ ներքին համակարգերում, բայց նախ հարցը շատ կարևորելով ու շնորհակալ լինելով հարցի համար, ես կուզեի մեր հայրենակիցներին եւս մեկ անգամ կոչ անել, որպեսզի շատ ուշադիր լինեն իրենց անձնական տվյալների հետ կապված։ Ես ինքս հանդիսանում եմ զոհ հարձակման, այսինքն փորձում են անընդհատ հարձակվել իմ email-ի վրա եւ այլն, ու ես ամեն անգամ չեմ զլանում, զանգում եմ մեր անվտանգությանը, IT անվտանգությանը, ճշտում եմ ինչ անել, պրոտոկոլը որն է ու գործում եմ ըստ պրոտոկոլի։ Հիմա մարդիկ նույն կերպ պիտի վարվեն, որովհետեւ տարբերություն չկա, դու կենտրոնական բանկի նախագահն ես, թե ուսուցիչ ես, թե ճարտարապետ ես, թե ֆինանսիստ ես, դու պիտի հետևես հիգիենայի կոնկրետ պայմանների։ Այդ կոնկրետ պայմաններից մեկը այն է, որ դու քո անձնական տվյալները որևէ պարագայում որևէ մեկին չպիտի փոխանցես։ Ինչ պատրվակով ուզում են քեզ փորձեն համոզել։